մենք հիմա ոչ թե գնահատական ենք տալիս տեղ, մենք ասում ենք ինչա կատարվում։ Ես չեմ ասում չպետք է վերադառնան։ Այո, Ղարաբաղի հայերը պետք է ինչ որ օր, երբ որ անվտանգ կլինի, վերադառնան եւ ապրեն իրենց տներում։ Մեր եկեղեցիները պետք է մի օր լավ կլինի որ վերաբացվեն։ Միանշանակ դա, բայց մենք հիմա քաղաքականությամբ ենք զբաղվում։ Ոչ եկեք այստեղ հիմա բիսեդկում նստենք իրար հետ բան բասենք։ Հասկանամ արևմտյան ադրբեջանցիների Չկա, չի եղել ու չի կարող լինել։ Մոռացեք այդ արևմտյան։ Հայաստան ուզում են գան այստեղ ապրեն, որ նոր ստորագրվի խաղաղության Լսեք, ես դա չեմ տեսնում, որովհետև դա անվտանգային առումով այս պայմանությամբ անհնար է եւ ինչպես խաղաղության պայմանագրի մեջ քննարկված է եւ ինչպես խաղաղության պայմանագրի տրամաբանությունը եւ պետք է լինի, ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Դուք վարչապետի խոսք եք մեր բերում, բայց վարչապետը երեք խաղաղության պայմանագրի կետերից մեկը բարձրաձայն Եվրոմիության տարբեր աշխարհի երկրներից եկած մարդկանց մոտ ներկայացրել է կարևոր կետ է բացահայտել։ Ոչ մեկը այդ հարցը չի տա։ Ձեզ հետաքրքիր է ես հանգարցակի Ղարաբաղի բնակչության հետ վատ բան կասեմ, թե լավ բան կասեմ, մի հատ դնեք գրեք Ալեն Սիմոնյանը վատ բան ասեց ու բոլորը հենց մտնեն մեջը բարձր։ Ախպեր, զբաղվեք քաղաքականությամբ, հերիքա զբաղվեք խոսակցությամբ։ Դուք ասում եք ամեն ինչ պետք է լինի փոխադարձությամբ։ Ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, այդ ուղղակի չհասկացա կբացատրեմ։ Ասածս հետևյալն է, որ երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ոնց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել։